Միացյալ Նահանգներում աղջիկների ֆուտբոլով որևէ մեկի չես զարմացնի, կանանց ֆուտբոլի ամերիկյան ակումբներն ու հավաքականը աշխարհում լավագույններից են, եւ խոսքը ոչ միայն զարմացնելու, այլ նաեւ փաստացի ֆուտբոլով աղջիկների տարվելու մասին է։ Այստեղ Միացյալ Նահանգներում նաեւ հայ աղջիկներն են ֆուտբոլով հրապուրվում եւ ինչպես տղաների դեպքում, աղջիկների դեպքում նույնպես նրանց կողքին է Փայֆան, Pan-Armenian Youth Football Association, իսկ ասոցիացիայի նախագահ Արամ Ղահրամանյանը ֆուտբոլ խաղացող աղջիկների կողքին է նույնպես։ Երկրորդ անգամ ենք անցկացնում աղջիկների հավաքը, ամեն ինչ շատ լավ է ընթանում, տեսնենք ինչ արդյունքներ կլինեն, բայց վստահ ենք, որ բավականին լավ քանակի որակով աղջիկ երեխաներ ունենք, որոնք միանշանակ կհամալրեն եւ կուժեղացնեն Հայաստանի մինչեւ 17 տարեկանների եւ 19 տարեկանների ազգային հավաքականները։ Երբ են գնալու Հայաստան, եթե հաջողեն։ Կարծում եմ աշնան վերջ հաջողացները կգնան ու կարծեմ հենց հոկտեմբերի վերջ նոյեմբերին խաղեր կան, պետք է փորձենք մինչև այդ բոլոր փաստաթղթային հարցերն էլ լուծենք, որպեսզի աղջիկները մասնակցեն ներկայացնեն Հայաստանը։ Փայֆայի մարզիչներից Էդգար Հակոբյանը, ով հատկապես աղջիկների հավաքներն է համակարգում, մեծ ակնկալիքներ ունի երկօրյա այս մարզական հավաքից։ Նրա խոսքով մեծ է հավանականությունը, որ այս անգամ ամերիկահայ աղջիկներն ավելի ներկայանալի խմբով կմեկնեն Հայաստան։ Կարծում կընտրվեն ու բավականին շատ երեխաներ կընտրվեն, որովհետև իրոքից նախորդ անգամ էլ լավ երեխաներ ունեին ընտրեցինք, այս անգամ էլ շատ լավ երեխաներ են։ Ճիշտ է, ես տարվա ընթացքում բոլոր ակումբների խաղերին փորձում եմ գնամ երեխաներին ճարեմ հայ երեխաներին ու քիչով շատով ծանոթ եմ, բայց կան երեխաներ, որ ընդհանրապես չէի իմանում ու լավն են։ Լավ երեխաներ։ Չկարծում աղջիկներին ֆուտբոլը ինչ է տալիս այստեղ իբրև մարզիչ։ Դե ընդհանուր Ամերիկայում աղջիկների ֆուտբոլը կարամ ասեմ ամենազարգացած սպորտն է։ Կարող ասեմ տղաներից էլ ավելի զարգացած, որ գնաք, ասենք մրցումներին գնում ես աղջիկների համ թմերը, համ ծնողների մասնակցությունը շատ ավելի շատ են, քան տղաներինը։ Իսկ Ամերիկայի հավաքականը, ինչպես գիտեք, աշխարհի ամենալավագույն հավաքականներից մեկն է։ Ունենք մենք այստեղ Ամերիկայում լավ երեխաներ, որ մրցում են բարձր ակումբներում, բարձր մրցաշրջաններում, եւ ինձ թվում է համալրով Հայաստանի հավաքականը տարբեր տարիքային է, մենք կուժեղացնենք հավաքականը եւ այս տարի ընկել ենք կարևոր 17 տարեկաներ ընկել ենք Թուրքիայի հավաքականի դեմ, շատ ուրախ կլինեմ, որ մեր երեխաներից գնան մասնակցեն եւ լավ արդյունք բերեն։ Ամերիկահայ աղջիկների ընտրությանը մասնակցելու նպատակով Լոս Անջելես է ժամանել Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը։ Սա առաջին տարին չէ, որ անց ենք կացնում ընտրական հավաք, 24 թվականից արդեն իսկ անցկացրել ենք հավաք եւ տարբեր աղջիկներ, 5-ից ավել աղջիկներ ընդգրկված են տարբեր տարեքային հավաքականներում եւ սա շատ լավ ծրագիր է, քանի որ կապն է մեծ Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ եւ բոլորս հավաքվում ենք մի գաղափարի նպատակի շուրջ, որպեսզի ներկայացնենք մեր երկիրը եվրոպական միջազգային ասպարեզներում եւ իմ խորին շնորհակալությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, ինչպես նաեւ Փայֆա ակումբին, Հանձինես Արամին, Էդուարդին եւ մնացած բոլոր անձանց, ում այժմ չեմ նշում, բայց կարևոր համագործակցություն է, շատ կարևոր։ Դուք թերևս խաղացել եք մինչև մարզչական աշխատանքի անցնելը։ Այո, իհարկե ինքս նախկին խաղացող եմ եւ բախտ եմ ունեցել նաեւ ոչ միայն խաղալ, այլև նաեւ ճաշակել հաղթանակի բերկրանքը, երբ անցնում ես ընտրական փուլը եւ այո։ Ինչպես Մարիամ Ստեփանյանն ասաց, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես իր ներդրումն ունի այս գործին։ Հայաստանյան հավաքների օրերին երեխաների ապրելու, սնվելու ծախսերը ֆեդերացիան է հոգում։ Փայֆան, որը ոչ առևտրային կազմակերպություն է, նույնպես մի շարք ծախսեր է հոգում, ներառյալ այս հավաքների կազմակերպման ողջ գործընթացը, երեխաների եւ մարզիչների մարզահագուստները, ընտրված երեխաների ճանապարհածախսը դեպի Երևան եւ այլն։ Ոչ մի երեխա գումարի պատճառով չպետք է զրկվի հայաստանյան հավաքներին մասնակցելու հնարավորությունից, այս կարգախոսով են առաջնորդվում Փայֆայում։ Իսկ այսօրվա ընտրությանը մասնակցող աղջիկները հավաստիացնում են, որ սիրահարված են ֆուտբոլին եւ երազում են գնալ Հայաստան ու խաղալ ազգային հավաքականում։ Աթինա Ջենինգս, Էմիլի Խաչիկյան, Էմիլի Ասլանյան։ Եղբայրս ու պապաս են խաղում։ Չեմ երկու քույրիկներն են խաղում։ Եվ ինչպես սկսվեց ձեր սերը դեպի ֆուտբոլը։ Շատ տարբեր
ամենից իմ ընկերն էր խաղում ու մի օր իմ մաման ասավ արի նայենք քո ընկերը like խաղա, ես էլ գնացի ու սիրահարվեցի։ Իմ պապային եմ նայել, տեսել եմ ոնց է խաղում ու շատ եմ սիրել։ Իմ զարմիկն էր խաղում, ես էլ շատ սիրեցի, գնացի իրա խաղին, հետո սիրահարվեցի խաղի։ Այս հավաքին 30 աղջիկ էր մասնակցում եւ արդեն հայտնի է, որ նրանցից 11-ն ընտրվել է Հայաստանի մինչև 17 եւ մինչև 19 տարեկանների հավաքականների կազմում խաղալու համար։ Մեր շնորհավորանքները նրանց եւ առաջ դեպի Հայաստան ու դեպի հաղթանակներ։ Շատ կարևոր է, որ ծնողներն էլ ջանասիրաբար աջակցում են աղջիկներին եւ չկա խնդիր, թե միթե աղջիկը ֆուտբոլ կխաղա։ Նրանք երեխաների կողքին են։ 17 տարեկան է, մասնակցում ես մարզանքներին։ Եվ փաստորեն խրախուսում եք ֆուտբոլ խաղալը ձեր աղջիկը։ Խրախուսում ենք արդեն 7-8 տարի է, որ պարապում է, բոլոր աղջիկները որտեղ են բավականին ջանք եւ երան տարիների ընթացքում 1, 2, 3, 4 տարվա չի, բոլորն էլ 7-8 տարվա պարապած, սպասել են այսօրվան, այո։ Մենք էլ եկել ենք ծնողներով խրախուսենք, ինչքան որ կարող ենք։ Բացի նայելով խրախուսելը, նաև հուզվում եք, տեսնում եմ, որ։ Այո, հուզվում ենք, փորձում ենք ցույց չտալ, չգոռալ ես կամ մենքոն, բայց բոլորս էլ տեղում անհանգիստ նայում, ամուրախանում, ամկիսում իրար լավ որ այսօր։ Վերջո ազգային հավաքական։ Այո, իհարկե բոլորիս համար է, ես ուրախանում եմ ընկերոջս աղջիկով, ինքն էլ նույնը, որոնք որ լավն են կարող են ներկայացնել մեր թիմին, մենք բոլորս կխրախուսենք, այո։ Եվ իդեպ այս հավաքին հանդիսատեսի կարգավիճակում նախորդ հավաքներից ընտրված Անի Հակոբյանն էր, ով արդեն Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ է եւ արդեն խաղերի է մասնակցել հավաքականի կազմում ու նաեւ հաղթանակի բերկրանքն է վայելել։ When I went to play, it was like a dream come true. And when I first sang the national anthem with the team all next to me, that's when it finally hit to me like this is real. Like everything that's happening to me is like real life, and it was just a dream come true. Especially like seeing my dad in the stands, it was very like memorable, and I always remember the moment. Like singing the anthem just like brought to me how like it's my culture. I'm Armenian, and like that's my nation, and how I should like support who I am. And by playing soccer with something I truly love doing, it was just like it was something like you cannot express the feeling any other way. And yeah. Աղջիկներին աջակցելու էր եկել նաև տղաների ազգային հավաքականի կազմում ընդգրկված եւ խոստումնալից ֆուտբոլիստ Դարպասապահ, այնքան խոստումնալից, որ նրան հրավիրել են իսպանական ակումբում խաղալու։ Բարև ձեզ, ես Քրիստոֆեր Արապետյանն եմ, 15 տարեկան եմ ես։ Ուզում եմ Փայֆային շատ շնորհակալություն ասեմ, որ թողում են Ամերիկայից հայ տղերք բերեն Հայաստան, որ ֆուտբոլ խաղան հավաքականի համար։ Այստեղ ինչ ակումբում եք խաղում, ամերիկյան։ Չէ, ես դե չեմ խաղում, ես Իսպանիա եմ խաղում։ Այո։ Մի հատ թիմը պապայիս հետ կապնվել եւ հավանում էին խաղը եւ որ ուզում էին ինձ Իսպանիա տանել եւ այտենց է։ Ինչ լավ է, որ 21-րդ դարում ենք եւ տեխնոլոգիաները նաեւ այսպիսի հնարավորություններ են ընձեռում աշխարհով, մեկ մարզիչները այժմ հնարավորություն ունեն հետևելու տարբեր մայրցամաքներում ու երկրներում խաղացողների հնարավորություններին եւ ընտրելու լավագույններին։ Եզրափակելով ֆուտբոլային նախընտրական այս փուլի մասին տեսանյութը կրկին պիտի ասեմ, ֆուտբոլիստների նոր սերունդ է կերտվում, սերունդ, որ կհամալերի Հայաստանի ազգային հավաքականը եւ որով մի օր պետք է որ հպարտանա աշխարհի յուրաքանչյուր անկյունում ապրող հայ։